Իմ ամեն օրվա ճանապարհը սիրելի հետևորդներ ջան։ Բարի լույս ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հուսով եմ, որ բոլորը լավ եք, ես էլ ոնց որ ամեն օրվա պես իմ աշխատանքային ճանապարհն եմ բռնել, ճանապարհին եմ, էլի նույն ժամին, նույն տեղում, հասնում եմ աշխատանքիս վայրը։ Ես սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, եղանակն է սառնոտա, նույն ջերմաստիճանն է տալիս, բայց շատ սառն է։ Էլի թեթև եմ հագնվել, ամեն օրվա նման, այդքան մի քիչ մրսում եմ, բայց ոչ այդքան շատ։ Տեսնենք, կամաց-կամաց պետք է փոխվենք, կուրտկա հագնենք։ Դե մինչև կուրտկա հագնելը յոլա գնանք սեծ, սիրելի հետևորդներ ջան, դա կամաց-կամաց հասնում եմ արդեն։ Սիրելի հետևորդներ ջան, դե կհանդիպենք տունը, հեսա կգնամ, սուրճ կդնեմ կամ թեյ, չգիտեմ որը օգտագործեմ, ստամոքսս մի քիչ պրոբլեմ ունեմ, երեք ոնց որ մի բան խցանվել էր ստամոքսումս, ոնց որ ձեզ մի բռունցք անձի սխմեր, դավա ստամոքսի դեղ ունեի տունը, խմել եմ, գիշերը ոնց ճնշումս էլ էր, գիշերը բարձրացել, մոռացել եմ, նոր եմ հիշում, ուրեմն ճնշումս էլ էր բարձրացել, գիշերվա կեսին վեր եմ կացել, դեղ եմ խմել, և այդ ստամոքսի դեղն եմ խմել ու նորից բարկել, չգիտեմ չի էր այդպես, թե մազերս մի քիչ ներկեցի, ասենք լողացա բան, թե մրսեցի, թե տունն էլ այդքան ցուրտ չէ, էլի ոնց որ ասենք նորմալ, իսա թե բան, չգիտեմ ինչից էր վերջ, ես գիշեր այդքան լավ չեմ անցկացրել, դե սիրելիներս գնացինք։ Սիրելի հետևորդներ ջան, էտա ոնց որ այդտեղ հասա, շորերս չեմ խոսել, հլա դե գիտեք, այդ շորը, որ ես գալիս եմ գործի, ես այդ շորով չեմ աշխատում, սիրելի հետևորդներ, որ աշխատում եմ իմ աշխատանքային վեր, աշխատանքային շոր եմ հագնում, որ շատ է ցուրտ, տռիչ չեմ անում, հենց առաջինում մենք սուրճ խմենք ու նոր փոխվենք։ Դե դուք ես սուրճ դերեք սիրելիներս, միասին վայելենք, որ հետո անցնենք այսօրվա մեր աշխատանքին, տեսնենք ինչ ենք անելու, ինչ ենք սարքելու, ինչ ենք քանդելու, մինչև կատակ անենք։ Ճիշտ է, այս ստամոքսս, որ մի քիչ լավ չի, այս մի կտոր բան պետք է ուտեմ, որ նոր ես սուրճը խմեմ։ Երիկունը էվիկ գիտես, ստամոքսս ցավացել է, չգիտեմ, գնդվել էր, ինչ էի կերել, չէր մարսվում։ Հիմա պետք է սոված փորիս ստամոքսի սուրճ խմեմ, բան անեմ, մի կտոր մի բան ուտեմ, որ նոր սուրճը խմեմ։ Սիրելի հետևորդներ, տեսնեմ ինչ եմ գտնում։
Տեսնեմ ինչ ունենք։ Երշիկ ունենք, ճիշտ է, երշիկն էլ ծանր մարսով, բայց դե շարահաճալ եմ, ինչ անեմ։ Կարելի է մի քիչ էլ պանիր դրած։ Այստեղ ունենք, պանիր էլ ունենք։ Կոֆես էլ արդեն պատրաստ, չթողնեմ լրիվ եռա։ Վերցրեցի։ Կոֆեյա, սուրճա։ Որ ասում ոնց որ խոսում ես, բայց էլ սովորում ես, որ միշտ սուրճ ենք ասել, միշտ կոֆե ենք ասել, կոֆե, որ այս մի տարուց ավելա, որ նկարահանում եմ, ասում ենք մի քիչ գրական խոսեք, յանում թե էլի, սիրելի հետևորդներ չան, բայց տեսնում ես, քո անցած լեզուն նորից գալիս է քո բերանը, ինչքան ուզում ես միշտ ասա սուրճ, կոֆեն գալիս է լեզվի ծայրին, երշիկն էլ տնենք, պանիրի հետ սառնարանը, սա էլ այսպես, իս թվում ասելի հետևորդներ էդ թթուն է ինձի վնաս տվել, էդ թթուն միշտ էլ վնասա չէ, ես էլ հակառակ սիրում եմ, ասենք մի կտոր էի կերել, երևի հենց էդ էլ ինձ վնասել է, էսի ուտենք, նոր սուրճը խմենք, սել հետևորդներ ջան, վերջատենց վատ գիշեր եմ ունեցել, և գլուխս էր ցավում, և ստամոքսը սերը տենց ոնց որ մի հատ գում տեղած, նշումս չափեցի, տեսա, գիտես շատ բարձր չէր, 145 էր, ասում են այդ դեպքում տեղ չեն խմում, բայց ինձ համար էդի բարձր է, գլուխս էլ արդեն ցավում, կլներ երևի ժամը 3:30, այդ դեղերս խմել եմ, լավա որ ստամոքսի դեղն էլ ունեի, այդ էլ խմեցի, քնել եմ, մեկ էլ երբ եմ զարթնել, ուրեմն 6:30 էր, ինչքան էլ որ չքնած լինեմ, 6:30 ինձ համար արդեն էդի ժամ է, 5-ին էլ եմ վեր կենում, 5:00 էլ, նայած էլի ժամ է դարձել, եսի ժահեր ժամանակը աչքներս քնի վրա էր, որ մի հատ քնեինք, կշտանայինք, ինչ օրեր էր որ անցում, ասում եմ երբ պետք է քնից կշտանամ, հիմա էլ քուն չունեմ, ջահելներին է խոսքս վերաբերում, ինչքան կարում եք քնեք, քնից կշտացեք, երբ որ մեծանում եք, քունն էլ է կորչում, եղնակ եք տալի, որ քնեք, այդեն սիրելի հետևորդներ ջան, իհարկե ոչ բոլորի մոտ է այդպես, որ ասեմ մտածում եմ, դրա համար չեմ քնում, չէ, քնելու ժամանակ չեմ մտածում եմ, երբ որ արթուն եմ լինում, երբ որ գլուխս դրեցի բարձին չեմ մտածում ոչ մի բանի մասին, սել հետևորդներ ջան, ես կշարունակեմ իմ սուրճը խմեմ, չգիտեմ այսօր ինչ եմ պատրաստելու, ինչ եմ նկարահանելու, երեկ սպաս էի եփել, այսօր սպասում ենք, դե սպասը ասենք կշտացնող չի,
Երևի մտածեմ տենամ նախաճաշը ինչ են պատրաստելու։ Այդտեղ սիրելի հետևորդներ ջան, դետա զրուցելով սուրճս էլ սուրճս ասում զրուցելով սուրճս էլ խմեցին, բայց մի քիչ ցավենք մեր օրը անցվել է։ Այսօր օրը երկուշաբթի է, երևի անալիզներս արյան անալիզս կարող է պատրաստ լինի, տեսնենք լա, խոլեստերինի, շաքարի եւ ընդհանուր անալիզ եմ տվել, տեսնենք խոլեստերինը դե գիտեմ որ ունե, իսկ ումա շաքարն էլ չունե, կարող է մի քիչ մոտիկ լինի։ Մեր իմ ծնողներս ասենք այս տարիքում շաքար չեն ունեցել։ Մայրս 80 տարեկան մահացավ, շաքար չուներ, նրան էլ ոտին ձեռին կին էր խեղճ մայրս։ Գրասադարում են ապրում, հողամասում էին մշակում էր, հետո տեսնում ա որ իրան բանը մաշկը ահուներին դերմային ասում, մաշկը դեղնվում է ու քոր է գալիս։ Խեղճ մայրս ոտին ձեռին տարան հիվանդանոց, ասեցին լեղապարկի այդ անցքի կեսով չափ, այդ ամպեր ուռուց կնա փագելա։ Խեղճ մորս դնում են վիրահատում, խեղճ մորս ճեշ չեմ տեսել իհարկե, ես Հունաստան էի այդ ժամանակ քուրերս են պատմել, ասում են ոտին ձեռին տարանք, մեջքից պարկած բերեցինք, ճիշտ այդ ժամանակ ես էլ տեսա, խոսեցինք, ասեց քնարիկ ջան, չգիտեմ ես ինչի ասեց, քոր գալի ասում ա, գույնը դեղնվող, ես էլ ասում այդ կարող է ալերգիայի ա մի բան ա կանցնի, վերջ գլուխներ ցավացնեմ, ատենց 80 տարեկանում մայրս գնաց, եթե նա ապրեր երևի 90-ի կհասներ, իսկ հայրս 94 տարեկան, դե մորից հետո արդեն էլ հայրս չապրեց, ճիշտ է, չեմ ասում վատ են նայել, լավ են նայել, բայց կնոջ նայելն ու արսը նայելը նույնը չի։ Ինքը խեղճացող մարդ չէր, բայց եւ էլ չգիտեմ քանի տարի առաջ ինքը շաքար ստացավ եւ 85 տարեկան էր, թե ինչքան էր շաքար ունեցավ այդ տարիքում, թե շատ մտածեց քրոջս տղեն, քրոջս Ալվինայից տղեն մահացավ, ջահել ավարիա տվեց մահացավ, թե այդ ցավը ինքը ներշնչեց, ինչ արավ դե գիտեք չէ, մտածմունքից էլա նեղվելուց էլա մարդ շաքար ստանում, դրանից էլ ինչ շաքար ստացա, բայց այնց ընդհանուր չենք ունեցել, մեր ազգի մեջ մեկ էլ բանա, մեկ էլ հորքուրս, այս փոքր հորքուրս, չգիտեմ ինքը փոքրն էր, թե փոքրից մեծն էր, չէ փոքրն էր ինքը շաքար ունեցավ, դրանք էլ են էլի սաղ ապրումներից է։ Սիրելի հետևորդներ ջան, կարտոֆիլը դրել էի խաշվելու, խաշվելա հիմա հանում եմ, ինչպես գիտեք միշտ էլ իրան կեղևու եմ դնում, չեմ մաքրում, և նփեշիկ եմ դրել խաշվի, շեպվեն է կրանք, ինչ նորանա, որ կարողանանք մաքրենք։ Հետևորդներ ջան, այդ ամար փեշիկն էլ է եփվել, սա էլ մեր այսօրվա նախաճաշ, ճիշտ է, կարտոֆիլ նախաճաշին չեմ մտնում, բայց դե էսա։
Հիմա ջուրը կվերցնենք, մի կողմի վրա սուրճը տնենք, Էրիկի սուրճը, ես խմել եմ առավոտ շուտ, գիտեք։ Թեյ տվել եմ, հիմա սուրճը կտամ, կարտոֆիլին մաքրենք, լավ եփվել է։ Մեր սուրճը դենանք, չթափվի սուրճը։ Տակա։ Էսա սուրճն էլ ալինում։ Այսի հետևորդներ, ես էլ մեր նախաճաշ։ Սուրճն էլ եք վերջացնենք։ Թե հետ խմեցիր, բերեմ, սուրճը բերեմ։ Դե սիրելի հետևորդներ ջան, այսօր վերջացրեցինք մեր հոլովակը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, ինչու չգրվեք ձեր մեկնաբանություններով սիրելիներս, ես շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, ովքեր սրտիկներ են դնում, ովքեր չեն դնում, ընենց են նայում, բայց որ մենակ բաժանորդագրված լինեք սիրելիներս, բաժանորդագրվեք, որ մեր ալիքը առաջ գնա։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք վաղը, հատոր հոլովակ, ստեսուն ձեզ։